վերադարձրու ավարը։ Մինչ Դավիթը և նրա բանակը պատերազմի մեջ էին, ամաղեկացիները հարձակվեցին նրա Սիկելագ գյուղի վրա։ Այս ավազակները այրեցին ամբողջ քաղաքը և տարան բոլոր կանանց ու երեխաներին։ Երբ Դավիթը վերադարձավ, նա մեծ տագնապի մեջ էր, որովհետև ժողովուրդը նրան ուզում էր քարկոծել։ Բայց Դավիթը զորացավ իր Տեր Աստծովը։ Առաջին Թագավորաց 30-րդ գլուխ 6-րդ խոսք։ Հոգևոր պատերազմին նայելով, սա հարձակում չէր միայն Դավթի վրա։ Դա համապարփակ հարձակում էր Աստծո հավիտենական նպատակների վրա։ Քրիստոսի սերնդի ոչնչացումը միշտ եղել է բոլոր հոգևոր պայքարների կենտրոնում, և սա չի փոխվել նույնիսկ հիմա խաչելությունից 2000 տարի անց։ Սատանան շարունակում է հարձակվել մեզ վրա, Քրիստոսի սերնդի վրա։ Դավիթը լսեց իր մարդկանց տրտունջը, բայց գիտեր, որ իր սիրտը ուղիղ էր Աստծո առաջ։ Սուրբ Գիրքն ասում է, որ նա զորացավ Տիրոջով և ուժ ստացավ։ Դավիթը անմիջապես հետապնդեց նրանց և հասավ ամաղեկացիներին։ Նա փրկեց բոլոր մարդկանց և վերադարձրեց գողացված ողջ ավարը։ Խոսք 19-20։ Ոչ միայն Սիկելագից, այլև այն ամենը, ինչ ամաղեկացիները թալանել էին այն նվաճումների ժամանակ։ Ինչ արեց Դավիթը այս ամբողջ պատերազմական ավարով։ Նա այն գործածեց Աստծո նպատակների համար։ Սա մեր հոգևոր պատերազմում Աստծո նպատակի ևս մեկ օրինակն է։ Մենք պետք է մարտի ավարը վերցնենք ոչ միայն մեզ համար, այլև Քրիստոսի մարմնի օրհնության համար։ Հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ։ Սկսում եք հասկանալ ձեր ներկայիս պայքարի պատճառը։ Նրանց, ովքեր իրենց հույսը դնում են Տիրոջ վրա, խոստացվում է փառահեղ հաղթանակ թշնամու ողջ զորության դեմ։ Տերը ամբողջությամբ փոխեց Դավթի իրավիճակը, և նա ուզում է, որ դուք իմանաք։ Այո, դուք հաղթանակած դուրս կգաք սրանից, բայց ես ձեզ կդարձնեմ ավելին, քան պարզապես հաղթող։ Ես ձեզանում իրականացնում եմ իմ թագավորության ավելի մեծ նպատակ։ Դուք այս ճակատամարտից դուրս կգաք ավելի շատ ավարով, քան կարող եք տանել։